Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, մեր այսօրվա քննարկվող օրինագիծը այն մասին է, որ խաղաղությունը եկել է եւ խաղաղությունը այսօր է եւ դա իր արտացոլումն է գտնում այդ թվում նաեւ մեր պաշտպանական գերատեսչության ընդունած քաղաքականության վրա, ըստ այդմ ծառայության ժամկետը կրճատելով եւ դարձնելով 18 ամիս։ Ըստ էության մենք նաև մի բանի մասին պիտի խոսենք, որ բանակը հնարավորությունների տեղ է, մեր հասարակության շրջանում տարբեր ընկալումներ կան բանակի մասին, ես ուզում եմ դրա դրական կողմերի մասին խոսել, ցանկանում եմ իմ փորձի մասին խոսել, ասել, որ իմ լավագույն ընկերները եւ մանկության պատանեկության տարիներին համարժեք բանակից են եւ մինչեւ հիմա մենք շատ կարեւոր եւ լավ ճանապարհ ենք անցնում իրար հետ, այդ հնարավորությունները պետք է օգտագործել։ Ուզում եմ նաև ծնողներին, ովքեր զինակոչ տարիքի երեխաներ ունեն, ասել, որ ինքս ֆիզիկայի եւ մաթեմատիկայի դասընթացները պարապել եմ իմ ծառայության ընթացքում եւ ընդունվել եմ Բարսագույն ուսումնական հասցեության ծառայությունից հետո եւ այդ հնարավորությունները այսօր էլ կան բանակում եւ ուզում եմ նաեւ կոչով դիմել մեր պաշտպանության նախարարին, քանի որ այստեղ է, եւ խնդրել, որպեսզի բանակի հնարավորությունները բազմապատկվեն, հատկապես կրթության ոլորտում, որպեսզի այդ տարիները, որոնք ծառայության ընթացքում անցնում են, ինչ որ չափով անհավասար պայմաններ չստեղծեն այն մարդկանց, ովքեր ծառայում են եւ նրանց, ովքեր չեն ծառայում, տարեկետում ունեն կամ տարբեր այլ պատճառներով եւ բանակը նաեւ որպես այսպես ասած տրամպլին օգտագործվի հետագա կյանքում մեծ հաջողություններ ունենալու համար։ Իհարկե նաև մի փոքր անդրադարձ եմ ուզում կատարել Պայեստազորի հավաքներին, պարոն Ռուբինյան 20 վայրկյան։ Պայեստազորի հավաքները ես առաջարկում եմ պարոն Պապիկյան կազմակերպել նույն զինակոչի, նույն զորամասում ծառայած զինվորների այդ նույն կազմով, այսինքն եթե օրինակ ես 15-20 տարի առաջ ծառայել եմ, ես ունեցել եմ բանակում ընկերներ, հրաշալի կլինի հնարավորություն ստեղծել Պայեստազորի հավաքի ժամանակ հանդիպել այդ նույն ընկերներին, փորձով փոխանակվել, ընտանիքների մասին խոսել, նաև անձնական հարաբերությունները վերականգնել, նրանց հետ կապերը կորել են եւ ես ձեզ հավաստիացնում եմ, որ դա իր էֆեկտը կտա եւ մարդիկ մեծ ողջավորությամբ կգան այս հավաքներին, նաև իրենց ընկերներին հանդիպելու։ Շնորհակալ եմ եւ հաջողություն եմ մաղթում այս մեր օրինագծին եւ բարի ծառայություն։